Նագալ ու ճամփաներդ ով սուրբերու թակավոր դեր ով պիտի չվախնա քեզ մե ու քո անունդ չփարավորե վասնզիտուն միայն սուրբ ես բարի բոլորին բարի եկած ենք բոլորս Աստծո դունը այս գեղեցիկ օրվա մեջ զինք օրհնելու, պարապանելու եւ օրհնվելու Կովկովի ուկանք, որպեսզի մեր Աստծուն անունը օրհնենք եւ կովենք անոր համար պիտի հրավիրեմ ցեզի որ ոտքի ելնենք եւ երկենք այսօրվա մեր առաջին երգը երգ թիվ 520 առաջին երկրորդ եւ չորրորդ համարները երգ թիվ 520 Հիսուս միայն փառքիր սուրբ անվան եկեք միասին փոխադարձաբարգարտանք փոխադարձ ընթերցում թիվ 1 մեր երկարներում գտնվող ԵԴՎ բաժինը փոխադարձ ընթերցում թիվ 1 Երկրպագություն Աղաղեցեք Տերոջը ով բոլոր երկիր ծառայեցեք Տերոջը ուրախությամբ Անոր արջև գեցեք ծնծությամբ Դերը իր սուրբ տաճարին մեջ է Անոր երեսին արջև լուր գեցիր ով բոլոր երկիր Վասնզի ան է մեր Աստվածը,
ու մենք անոր արոդին ժողովուրդը եւ անոր ցերքին ոչխարներն ենք։ Վասնզի տակավորությունը դերոջն է ու անգդիր է ասկերուն վրա։ Ժամանակ ու կա ու հիմայալ է, երբ ճշմարիտ երկրպագողները երկրպագություն պիտի անեն հորը, հոգիով ու ճշմարտությունով, վասնզի հայրնալ իրեն այնպիսի երկրպագողներ գուզե։ Ով Աստված կուքան քո առջևդ այսօր երկրպագելու քեզի գաղութենք ով դեր որ մեզի օգնես եւ մեզի սորվեցնես որ քու գամքիդ համացան երկրպագենք քեզի ով դեր Տուն որ սորվեցուցիր մեզի քու խոսքիդ մեջ են որ գուզես որ հոգիով եւ ճշմարտությունով քեզի ճաշտողներ եւ երկրպագողներ լանք այսօր եկած ենք քո առջևդ Սուրբ հոգիովդ մեզի առաջնորդ է, սորվեցուր և շնորհ դրով դեր, որ այս պաշտամունքը քո առջևդ ընդունել ելլա։ Փառքը քեզի գվայել է։ Ամեն։ Մինչ նստած ենք, եկեք միասին երգենք երգ թիվ 158-ը։ Երգ թիվ 158-ը։ Առաջին, երկրորդ և չորրորդ համարները։ Դարձյալ պայլիս սեզի, բարի եկած ենք բոլորս աստծոդունը այս օրվան մեջ զինք օրտնելու և պարապանելու։ Քանի հայտարարություններ կան, որ գպապակիմ ծեր ուշադրության հանցնել, Սուրբ Գիրքի սերտողություն, այս սերտողությունները կանոնավորաբար կշարունակվին չորեքշաբթի օրերը երկշաբաթյա թերությամբ, սակայն
միան մեկ անգամվան համար թվականի բզդիկ փոփոխությունը պիտի ելա հետևյալ ձևով։ Սուրբ Գիրքի հաջորդ սերտողությունը, եթե դերը կամենա, բացառապես պիտի ունենանք երկուշաբթի վաղը, այսինքն 13 հուլիսին երեկոյան ժամը 7:30 դարձյալ զումով, ինչպես միշտ։ Կքաջալերենք, որ շատերը մասնակցիկ այս հաջելի եւ շատ օգտակար սերտողություններուն։ Կարժի այստեղ հիշեցնել, որ սերտողությունները գլան զումով, անշուշտ ինչպես հիշեցինք, եւ կսերտենք առաջին Հովաննու նամակը, ընդհանրական առաջին Հովաննու նամակը, եւ վաղը Տերոջի կամքով գրեթե գեսին պիտի հասնենք, նամակին գեսին պիտի հասնենք, այնպես որ դակավին ուշ չէ, անոնք որոնք կպապակին միանալ, գրնան զումով մեզի հետ միանալ եւ այդ մեկ ժամը միասին կարողանանք Աստծո խոսքը բերել եւ սորվել Աստծո խոսքեն։ Այսօրվա հյուրասիրությունը պատրաստված է Մերկոնյան ընտանիքին կողմէ ի հիշատակ իրենց ամուսնույն եւ հոր Դիկրան Մելքոնյանի 9-րդ դարերիցին։ Շնորհակալ ենք Մերկոնյան ընտանիքեն եւ գաղութենք, որ Դիկրան Մելքոնյանի հիշատակը օրհնյալ լա այս եկեղեցի մեջ իր մատուցած ծառայությունները օրինակ լան մեզ բոլորիս, որ մենք նույն ուղիով շարունակենք մեր ծառայության կյանքը եւ ընթացքը։ Ունենք երրորդ հայտարարությունը, որ թեպետ որոշ շապով գանուխ է, բայց լավ է առայժմ հիշեցնել, ունենք հայ ավետարանական օր հատուկ մի օրյա ցերնարկը, որ դեղի պիտի ունենա Քինգսթոնի մեջ, Օնտարիո։ Եվ այդ օրվան հյուր պատգամաբեր պիտի լա շատ սիրելի վերաբադվերի Ռաֆի Մսրլյան, որ գուկա որ պիտի կա Բեյրութեն, Լիբանանեն, եւ վերաբադվերի Մսրլյանը Նոր Մարաշի հայ ավետարանական եկեղեցու հովիվն է։ Ուրեմն այդ օրը ջող հայտակիր պիտի լա եւ գազագերված պիտի լա AMAC-ի կողմեն։ Ուրեմն արձանագրությունները մինչև օգոստոս 16-ն։ Անոնք, որոնք կփապակին արձանագրվի մինչև օգոստոս 16 հաջեցեք գաբի մեջ մտնել Հրուտ Դեմիրճյան տենքի հետ կամ Ալիս Հաջյանի հետ կամ Սետա Զորայանի հետ։ Ուրեմն անոնք, որոնք կփապակին բասով երթալ, պետք է արձանագրվին ըստ այնը, որովհետեւ դեղերը ապահովին, անոնք, որոնք կփապակին իրենց անձնական ինքնաժարժներով երթալ, դարձյալ պետք է արձանագրվին, որովհետեւ ըստ այնը դասավորումներ ըլլա։ Քաչալերի է, որ բոլորս ներկա գտնվենք եւ ասիգա գլա դարին անգամը կամ երկու դարի անգամը եւ Կանադայի 4 հայ ավետարանական եկեղեցիները կմիանան այդ օրը միասին։ Ուրեմն Օնտարիոյին 2 եկեղեցի, Թորոնտոյի եւ Քեմբրիջի եկեղեցին, իսկ Մոնտրեալեն 2 եկեղեցի, առաջին հայ ավետարանական եկեղեցին եւ մեր եկեղեցին, այնպես որ լավ արիթ է միասին կողքովի գալու եւ դերը ճաշտելու եւ պարապանելու եւ այդ օրը միասին գեղեցիկ օրը անցնելու։ Աստուծո խոսքեն երկու հատվածներ պիտի կարդամ, որ ինքնին շատ կարճ են երկու գնալ, բայց խոր իմաստ ունին։ Եկեք մինչ Աստծո խոսքը կարդամ, բոլորս ուշադրությամբ մտի գնենք Տերոջը խոսքը։ Առաջին հատվածը պիտի ելա Մատթեոս ավետարանին 10-րդ գլխուն 44-րդ համարը։ Մատթեոս ավետարանի 10-րդ գլուխ 44-րդ համար։ Դարձյալ երկնքի թագավորությունը արդի մեջ պահված քանցի նման է, որ մարդը գտնելով գծածկե եւ ուրախութենեն գերտա, բոլոր ունեցածը գծախե ու այն արդը գքնե։ Երկրորդ հատվածը պիտի ելա 70-րդ Սաղմոսեն 25 եւ 26 համարները, Սաղմոս 73, 25 եւ 26, այսպես կսե։ Ով ունիմ ես երկնքի մեջ, երկրի վրայալ քեզ մեզատ մեկը չեմ ուզեր, իմ մարմինս ու սիրտս կմաշին, բայց Աստված իմ սրտիս զորությունը ու իմ բաժինս է հավիտյան։ Թող Տերը օրհնե
իր սուրբ խոսքին ընթերցումը։ Ամեն։ Եկեք աղոթքի պատրաստվենք մեր սրտերը եւ մեր հոգիները Աստծո առջև գնալու եւ մինչ գաղոթեմ այստեղեն միշտ կքաչարեմ, որ բոլորս մեր հոգին մեջ են, մեր սրտեն մենք ալ մասնակցենք մեր կողապանությունը, մեր շնորհակալության աղոթքը, մեր խնդրանքները եւ մեր հոգերը մեր Աստծո առջև ներկայացնենք։ Ով հավիտենական Աստված, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, որքան երախտապատ ենք ով դեր մեր կյանքերուն համար, որքան շնորհակալ ենք քեզ մե այն բոլոր բարիքներուն եւ շնորհքներուն համար, որ գվայելենք, որքան կող ենք ով դեր քեզ մե քու ներկայության հետ գկովենք քեզի ով Աստված, որովհետև դու միայն եւ ճշմարիտ Աստվածն ես, քեզ մե ուրիշը չկա, քեզ մե զատը չկա, անորոմարով դեր դու միակ Աստված ես եւ որուն արժանի ես ամեն փառքի, ամեն բադիվի եւ ամեն կողապանության, ով դեր դու սուրբ ես եւ դու բարի ես, քու բոլոր գործերդ բարի են, սկիզբեն ով դեր, առաջին օրեն որ դու ստեղծեցիր այս աշխարհը, դու հայտարարեցիր որ քու գործերդ բարի են, եւ այնպես ալ շարունակվեցան դարերու ընթացքին, դու ով դեր արդար եւ ճշմարիտ Աստված ես, եւ անորոմար փառք կտանք քեզի, փառք կտանք քեզի, որ այս քու մեծությանդ մեջ մեզի կկանչես, մեզի պես մեղավորներուս, մեզի պես դգարներուս, մեզի պես անարժաններուս, մեզի կկանչես քու զավակներդ դառնալու, մեզի կկանչես ով դեր քու բադվիրաններուդ հնազանդ լալու, մեզի կկանչես խոնար սիրտ ունենալու, փառք կտանք քեզի այս բոլորին համար, որ ոչ թե այսքան ով դեր, այլ մեզի կհրավիրես հավիտենական կյանքի, մեզի կհրավիրես փնագելու այն փնագարաններուն մեջ, որ դու կպատրաստես, ասիկա քու շնորհքը դե, ասիկա քու բարի սիրտը դե, եւ այսօր համար մենք երախտաբարդ ենք, հավաքված ենք քու դունիդ մեջ, շատերս այստեղ, շատերս մեր դուներեն, հավաքված ենք ով դեր, քու երեսդ փնտրելու եւ մոդենալու քեզի, կվստահենք քու խոսքիդ եւ քու խոստումիդ, որ ամեն անգամ որ քու երեսդ փնտրենք եւ քեզի մոդենանք, դու նալ նույնը գնես, մեզի կմոդենաս, մենք պետք ունենք քեզի ով դեր, մենք քու գարիքդ ունենք, մենք մեր կյանքերու մեջ ով դեր, չենք ուզել ապրիլ առանց քեզի, եւ գսենք ով դեր քու ներկայությունդ բավարար է, միայն դու մեզի հետ եղիր, եւ ադիգա բավարար է մեզի, ով Աստված, քու խոսքիդ համեմատ, մեր հոգերը, մեր խնդիրները քու առջևդ կբերենք, մեր մեջ եղած հիվանդները քու առջևդ կբերենք, որ դու բժշկություն ունես, քու ցերկդ երկարես, մեր մեջ եղած դգարները քու առջևդ կբերենք, որովհետեւ ցերկդ երկարես եւ ոտքի հանես, մեր մեջ եղած հուսահատները քեզի կբերենք, որ դու հույսովդ լեցնես, մեր մեջ եղած ով դեր, քեզ մե հերացածները քեզի կբերենք, ըլլա մեր ընտանիքներուն մեջ, մեր ասկականներուն մեջ, մեր բարեկամներուն մեջ, ցերկդ երկարե ով դեր, դու բարի հովիվ ես, դու գործվածին յետևեն գերտաս եւ չես վերադառնալ մինչեւ որ գտնես գործվածը, անորոմար գաղութենք ով դեր, որով դեր դու այցելություն ունես, քեզի կանչես ով դեր, գաղութենք ով դեր, որ հիշես մեր դուները եւ մեր ընտանիքները, հիշես մեր զավակները,
Մեր դուներու մեջ ով դեր քու խաղությունը դլա, քու ներկայությունը դլա։ Բահե եւ պաշտպան է մեր դուները ամեն տեսակի երևերի եւ աներևույթ թշնամիներեն, ամեն տեսակի հարցակումներեն։ Շնորհք եւ ողորմություն է Դեր Հիսուս, քու խաղությունը թղրգե, ոչ թե այնպես ինչպես աշխարհ գորգե, այլ երկինքեն քու խաղությունը թղրգե։ Անոր համար գաղութենք նաեւ, ինչպես ամեն անգամ, աշխարհի խաղաղության համար։ Թունգ պատվիրես մեզի ով դեր, որ խնդրենք աշխարհի խաղաղությունը, թե պետք գիտենք, որ մարդուն սիրտը չար է։ Գիտենք ով դեր աշխարհի սկիզբեն, որ աշխարհի պատմությունը պատերազմներով լեցուն է։ Սակայն այնպես ով դեր, կխնդրենք քու խաղաղությունդ։ Գաղութենք ով դեր, որ քու թակավորությունդ կա։ Ինչպես երկինքի մեջ ով դեր քու գամքդ կլա, այնպես երկրի վրա քու գամքը դլա։ Գաղութենք ով դեր, որ մենք պատրաստ ըլլանք այն օրվան եւ այն ժամին, որտուն պիտի կաս Տեր Հիսուս, քու խոստումիդ համաձայն։ Պիտի կաս այս երկիրը ով դեր թակավորելու։ Շնորհքը ըրեմեզի, որ մենք ալ բաժին ունենանք այդ ծառայության մեջ։ Վերջապես ով դեր գաղութենք այս եկեղեցին համար, որտուն այս եկեղեցին ով դեր գանքուն եւ ոտքի բահես։ Գաղութենք ով դեր այս եկեղեցի անդամներուն համար, ծառայողներուն համար, որ բոլորին օգտակար լաս, օգնես, օձես բոլոր ծառայությունները։ Գաղութենք ով դեր, որ մենք կարողանանք քեզի հետևել ամբողջ սրտով, ամբողջ հոգիով եւ ճշմարտությամբ։ Ով Աստված, գվստահենք քեզի մեր կյանքերը, անգամ եւս կդվիրենք քեզի մեր կյանքերը։ Շնորհակալ ենք քեզ մեն։ Ամեն բանի համար շնորհակալ ենք քեզ մեն։ Եվ այս պաշտամունքի մնացած բահերը գահանցնենք քեզի ով դեր, գաղութենք, որ քու խոսքի դարչև մեր սրտերը բանաս, մեր մտքերը բանաս, որպեսզի քու խոսքդ լսենք ու գադարենք։ Փառք, բադիվ, երկրպագություն գվայել է քեզի Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Ամեն։ Եկեք Աստծո խոսքի 48-ն առաջ երկենք մեր երրորդ երգը, ոտքի վրա, երգտիվ 51։ Երգտիվ 51 դարձյալ այս երգին 3 համարները երգենք, առաջին, երկրորդ եւ չորրորդ համարները, երգտիվ 51։
հասկնա, դերն կհասկնա, լավագույն գնե, դես կսե եգուր ինձի և հանգչե, հավական դերոջ թող որ բերըտ վերնա, ուրախ և գամդախ խուրն դերն կհասկնա, ամեն, հրամեցեք, որքան երախտապարտ ենք Աստծուց մե, որ մեզի անգամ ևս կյանք շնորհեց, որ այստեղ հավաքվենք իր տանը մեջ, միասին իր անունը օրհնելու և պարավորելու, որովհետև մեր Աստվածը արժանի է ամեն պարգի և ամեն պատիվի։ Երբ Աստծո խոսքը կգարտանք, կտեսնենք, որ այնտեղ մեծ քանցեր կան և ճշմարտություններ կան։ Հետաքրքրականորեն Աստծո խոսքին մեջ բաժիններ կան, որ շատ կարճ են, բայց շատ մեծ իմաստ կբարունակեն։ Այսօրվա մեր նյութը անոնց մեկն է։ Եվ այսօրվա մեր նյութին վերնագիրն է Քանցմը, որ արժե գտնել, a treasure worth finding, քանցմը, որ արժե գտնել, ինչպես կարտացվեցավ Աստծո խոսքեն, որ Հիսուս 10-րդ Մատթեոսի 10-րդ գլուխին մեջ քանիմը արակներ կպատմե, արակներ, որոնք երկար են և զարմանալիոն են Հիսուս կմեկնաբանե անոնց, իսկ արակներ, որ շատ կարճ են, բայց մեջը շատ խորունկ իմաստ կա։ Եվ այսօրվա նյութը անոնց մեկն է, այդ արակներեն մեկն է, որ Հիսուս կսե երկնքի թագավորությունը արդի մեջ բահված քանցիմը նման է, որ մարդը կգտնե այդ քանցը, կծածկե զայն և ուրախութենեն գերթա իր բոլոր ունեցածը գծախե և այդ արդը քեդինը գքնե։ Բոլորս մեր կյանքին մեջ ունենք արժեքավոր բաներ։ Մարդկությունը իր մեջ կգրե արժեքավոր բաներ և ամեն մարդ աշխարհի վրա ունի բանը, որ կամ որոշ բաներ, որ կապված է անոր։ Շատերը հարստության կապված կլան, շատերը ուսումի կապված կլան, կտեսնես շատ մարդիկ մինչև վերջ կուզեն ուսանիլ և քանիմը վկայականներ ավելցնել, թեպետ շատ լավ է, երբեք խնդիր չի կա, շատերը հաջողության մեջ գուզեն միշտ հարադևել, միշտ հաջողություն գուզեն երթալ։ Շատերուն համար արժեքավոր է ապահովությունը, միշտ ապահով գուզեն լալ։ Շատերուն համար արժեքավոր է ընտանիքը, ուրիշներու համար արժեք ունի ուրախությունը։ Ամեն մեկ մարդու համար դարբեր է։ Հավատացյալներու կյանքին մեջ ալ նույնն է։ Ամեն մեկս յուրաքանչյուրս ունենք բանը, որ կրնանք գարչած ըլլալ։ Հիսուս կպատմի այս արագը ժողովուրդին և այս արագին մեջ ինքնին այս արագը արժեքավոր արագ մնե։ Գնամանցն է Հիսուս Աստծո թագավորությունը քանցիմը, արժեքավոր քանցիմը, բայց այս քանցը երևելի չէ։ Այս քանցը բահված է հողի մտակ։ Բայց երբ մեկը այս քանցը գտնե,
ամեն բան կփոխվի։ Երբ կգտնենք Աստծո թագավորությունը մեր կյանքի մեջ, մեր կյանքի բոլոր բաժինները իրենց ճիշտ տեղը կգտնեն։ Հիսուս կխոսի այս քանցին մասին, որ բահված է։ Գիտեք, այսօր ընդհանրապես մեր կանցերը, մանավանդ նյութական կանցերը մենք դունը չենք պահեր։ Դերևս քիչ գումարներով դունը կպահենք։ Այսօր բանկեր կան, տրամադուներ կան, որ հոն կպահենք կանցերը։ Նույնիսկ արժեքավոր ոսկեղեններ կամ ատամանդ կրնանք, կամ արժեքավոր թուղթեր, documents կրնանք բանկի մեջ պահել։ Այն ժամանակ այդպես չէր։ Այն ժամանակ ոչ կաթսաներ կար, ոչ այլ տրամադուներ կար։ Մարդիկ իրենց կանցը կպահեին իրենց դունին տակ, կամ որպեսզի քողերը հանգարց չսեն, որ այս դունին տակը կանց կա, կպահեին իրենց արդին մեջ ամայի դեղմը, ուր մարդու միտքեն չեր անցներ, որ հոն կանց մը գրնա ալլալ։ Եվ նշան մը կփնտրեին ձարմը կամ ժայրմը, որպեսզի գիտնան ճիշտ ուր բահած են կանցը։ Շատ անգամներ այն անցիկը, որ իրենց կանցերը կպահեին, մեգումը լուր չէին դար և կմահանային։ Եվ այնպես այն կանցը կախնի կմնար հողին տակը։ Բադահական կերպով անցմը գրնար գտնել այդ կանցը։ Եղած են պատմություններ, թեպետ նաև արդի պատմություններ, որ մարդիկ իրենց պարտեզին մեջ են կանցեր կդած են, հողագործներ, երբ որ հողը պիտի փորեն կանց կդած են, շենք շինողներ, երբ որ գուքան, որպեսզի շենքի հիմքը տնեն, կանցեր կդած են, կամ հնամյա ոսկեղեններ կդած են, գուժեր կդած են և այլն։ Այս արդի պատմության մեջ կպատահի նաև, ինչու, որովհետև մարդիկ այն ժամանակ իրենց կանցերը հողի տակ կպահեին։ Հիսուս այս պատկերը կնմանցնի Աստուծո թագավորության։ Գսե Աստուծո թագավորությունը ճիշտ այս կանցի նման է, որ հողին տակ պահված է և մեծ արժեք ունի, բայց անիկա պահված է, անիկա հայտնված չէ։ Պետք է մեկը գտնես այն, որպեսզի ստանա, որպեսզի ունենա։ Աստծո թագավորությունը մեջտեղ չէ, երևելի չէ, այլ Աստված այնպես խորհրդավոր ըրած է այն, որպեսզի մարդ արարած ինք գտնե և արժեքը գիտնա այդ անձին։ Գիտեք, բահված կանցը արժեք չունի։ Եթե հողին տակ դեղմը կանց մը գա, ինչ տարբերություն կնե, տարբերություն չներ։ Պետք է այդ կանցը գտնվի և կործածվի, որպեսզի տարբերություն ունե, գտնողին կյանքին մեջ։ Եթե Աստծո թագավորությունը այնպես կեցած է հողին տակ և մենք չենք գտներ, ինչ տարբերություն կնե մեր կյանքի մեջ, ոչ մեկ տարբերություն։ Աստծո թագավորությունը պետք է գտնենք, որպեսզի անիկա մեր կյանքը փոխե։ Շատերս այսօր գնային քրիստոնեության և գսեմ, որ արդեն քրիստոնեությունը անգլերենով ասեմ expired է, ժամանակը անցած է, հին տարերու համար է, դարեցներու համար է, գրոնական սովորություններ են, օրենքներ են, tradition է, ավանդություն է և շատ պատճառներ կան։ Ինչու համար այսպես կսեն, որովհետև կանցին արժեքը չեն գիտեր, ավելի ճիշտը, կանցը չեն կդած, որպեսզի արժեքը գիտնան։
Բայց ինչ է Աստծո թագավորությունը, ինչ է այս քանցը։ Աստծո թագավորությունը վիճակ մնե, իրականություն մնե, որ այդ վայրին մեջ Աստված գթագավոր է։ Դեղ մնե, որ Աստված գթագավոր է։ Իսկ եթե Աստված գթագավոր է, ուրեմն այդ թագավորության մեջ իր ծառաները ունի։ Եթե մենք Աստծո թագավորությունը գստանանք, ոչ թե միայն գունենանք Աստված իբրև թագավոր մեր կյանքի մեջ, այլ նաև գստանանք այն շնորհքը, որ մենք կրնանք ծառայել իրեն։ Այդ քանցը Աստծո ճանչնալն է, անցնավես, ապրիլ իր պատվիրաններուն տակ և դառնալ իր ծառան։ Այդ քանցը Աստված նույն ինքն է, որ եթե ունենանք զինքը, մեր կյանքերը կփոխվին։ Շատ կարևոր է ով է քու քանցդ։ Շատ կարևոր է ինչ է քու քանցդ։ Քեզի համար ինչ կարևոր է։ Հիշենք Հիսուսի խոսքը, որ ասավ, քանզի ծեր քանցը ուր որ է, ծեր սիրտն հոն մի դիլա։ Ինչ բան որ քեզի համար արժեքավոր է, քու սիրտդ հոն է։ Ինչ բան որ քեզի արժեքավոր է, անիգա քեզի կոնտրոլ գնե, անիգա քեզի գդիրաբեդ է, անիգա քու որոշումներուդ աստեցիկ կդառնա։ Եթե թրամը քու քանցդ է, թրամը քեզի կոնտրոլ գնե, գդիրաբեդ է քու վրատ։ Եթե կորձը քու քանցդ է, գիտեք այսօր աշխարհի մեջ workaholic ասված բանը կա, որ մարդիկ ամբողջ իրենց կյանքը իրենց կորձով կանցնեն։ Քեզ բան չէ աշխատասեր լալը, քեզ բան չէ կորձի մեջ հաջողը լալը, բայց վտանգը այն է, եթե քու ամբողջ կյանքդ քու կորձդ է։ Եվ ուրիշ բան չունիս ներիք եւ միայն աշխատիս։ Քու կորձդ քեզի գդիրաբեդ է։ Եթե քու հանգիստդ քեզի շատ արժեք ունի, շատ արժեքավոր է քեզի համար, ուրեմն մինչև վերջում հանգստությունը պիտի փնտրես։ Եթե մարդոց գարձիկները քեզի համար մեծ արժեք ունին, ուրեմն ամեն անգամ պիտի ապրիս, որովհետեւ մարդոց հաջեցնես։ Գտեսնեք ինչ բան որ քեզի համար արժեքավոր է, թուն անոր ծառան գտարնաս, ուզես կամ չուզես։ Ինչ բանի որ թուն արժեք ուտաս։ Բայց երբ Քրիստոս գտարնա քու արժեքդ, Աստված գտարնա քու քանցդ, այն ժամանակ է որ միայն թուն գտարնաս Աստուծո ծառան։ Եվ այն ժամանակ է միայն որ Աստված քու կյանքդ գդիրաբեդ է։ Աստված կոնտրոլ գնե քու կյանքիդ վրա, քու որոշումներուդ վրա։ Այս արագին մեջ մարդը գտնե այս արժեքավոր քանցը։ Երբ գտնե Քախնի կպահե եւ ինչ կսե Հիսուս գծածկե զայն։ Գծածկե։ Սա Աստծո շնորհքն է, որ յուրաքանչյուրս կանչված ենք գտնելու այն քանցը։ Իրականության մեջ մենք չէ որ քանցը գտնենք, այլ քանցն է որ մեզի գտնե։ Մենք չէ որ Աստված գտնենք,
այլ Աստված ինք մեզի գգտնե։ Նայեցեք օրինակները Աստծո խոսքին մեջ։ Բարի հովիվը 99 գծիկ է եւ 1 գործվածին երևեն երթա։ Հիսուս Զաքյոսին ձարին արջև ուկա եւ Զաքյոսին գհրավիր է որբեսի իր դունի երթա։ Հիսուս կգանչե Մատթեոսը, այն մեղավոր Մատթեոսը։ Եվ օրինակները շատ են։ Աստծո փրկությունը այն չէ, որ մենք մեր չանքովը գարնենք եւ կստանանք, այլ Աստծո դված փրկությունը շնորհք է, որ Աստված մեզի գգտնե։ Աստված միշտ մարդու ետևեն եղած է, մարդու ետևեն կացած է։ Բամը չէ, որ մենք գնենք, այլ Աստված ինքը գնե։ Մենք ինչ որ գնենք, պատասխանն է Աստուծո ըրածին։ Ինչ որ գնենք մեր կյանքի մեջ Աստծո հանդեպ, պատասխանն է Աստուծո ըրածին։ Աստված նախ ինքը ըրավ եւ մենք կպատասխանենք իր ըրածին։ Եթե քանցը կդած ենք, բահենք զայն, որովհետև թշնամին մեր ետևեն է այդ քանցը կողնալու մեզ մե։ Հիշեցեք Սերմնացանի արագը, ինչպես այն սերմերը, որ երևցան ջամփուն վրա, թրջուն եկավ եւ գերավ զանոք։ Հիսուս կսե քողը ուրիշ բանի համար չի կար, այլ միան քողնալու եւ սպանելու ու գործընծնելու համար։ Հովաննու 10:10։ Ուշադիր եղիր, որ սատանան չքողնա այն քանցը, որտուն կդար։ Ձացկես այն։ Այս մարդը իմաստուն մարդ է։ Գուզե ամբողջ հողը քնել։ Երբ ամբողջ հողը գքնես, քանցը, որ հողի մեջն է, ծրի ելն է քեզի։ Տուն հողին քինը գվճարես, հողը գստանաս, որուն մեջ քանցը գա։ Այնպես իմաստությամբ ապրինք մեր կյանքը, որ Աստուծո քանցը գտնելով կարողանանք ամբողջ հողը, ամբողջ քեդինը քնել։ Մեր ամբողջ ունեցածը տալով եւ հիմա ավելի պիտի մանրամասնեմ այդ բաժնի մեջ։ Ինչ կպատահի հաջորդը, գսե ուրախութենեն գերտա բոլոր ունեցածը գծախե եւ այն արդը գքնե։ Բոլոր ունեցածը գծախե։ Երբ գքտնի այս քանցը գուրախանա, Աստծո թագավորությունը ուրախություն կբերե սերի եղբայրների եւ քույրեր։ Մեր ուրախությունը միայն Աստծուց մեկ ուկա, թե ոչ մեր բոլոր ուրախությունները ժամանակավոր են, հրճվանքներ են բարձավես։ Բայց ճշմարիտ ուրախությունը Աստծո ուրախությունն է, Աստծուց մե եկած ուրախությունն է, որովհետև Աստծո թագավորությունը սիրո թագավորություն է, լույսի թագավորություն է, ուրախության թագավորություն է, որովհետև այնտեղ փրկություն կա, որովհետև այնտեղ ազատագրություն կա, որովհետև այնտեղ ներքին բուժում կա։ Եվ այս իր ուրախության մեջ մարդը գծրակրե իր ամբողջ ունեցածը ձախել, որբեսի այդ արդը քնե։ Եվ երբ ամբողջ ունեցածը գծախե։ Բայց իր նպատակը այդ արդը չէ։ Իր նպատակը արդին մեջի քանցն է։ Թերևս շատերը գծիծաղին իր վրա, որ ամբողջ ունեցածը ծախելով ինչ պիտենես այդ արդը։ Բայց ինքը գիտե, որ ոչ թե միայն արդն է, որ գքնե, այլ մեջի քանցն է, որ պիտի ստանա։ Աշխարհ չի գնալ հասկանալ ասիգա սերիներ։
Երբ մենք Աստուծո ճամփանելու մեջ կգալինք, շատերու համար ծիծաղելի առարգա կդառնանք։ Շատերը մեր վրա կխնդան։ Ամեն գիրագի ուկանք բաշտամունքի կմասնակցենք, շատերուն համար ծիծաղելի կդառնանք։ Աշխարհ չուզեր մասնակցել, աշխարհ չուզեր, որովհետև աշխարհ այդ քանցին արժեքը չի գիտեր։ Մարդը կվճարի իր ամբողջ ունեցածը, ամեն ինչ կգործընծնի, բայց կշահի քանցը, արժեքավոր քանցը։ Նայեցեք Պողոս առաքյալ ինչ կսե Փիլիպեցիներու նամակին մեջ, բայց ինչ որ ինձի շահեր, զանիգա Քրիստոսին համար վնաս սեբեցի եւ իրավ բոլոր բաներն ալ վնաս կսեբեմ իմ դերոջս Քրիստոս Հիսուսին քերազանց գիտության համար, որուն համար ամեն բան է զրկվեցա եւ աղդեղություն կսեբեմ, այսինքն աղբ կսեբեմ, որովհետեւ Քրիստոսը շահին։ Բոլոր ունեցածս կսե ոչնչություն է ինձ համար, ոչ մեկ արժեք ունի։ Բոլոր ունեցածս ինչ որ եմ, աղբ կսեբեմ, կթափեմ, որովհետեւ Քրիստոսը ունենամ։ Ահա մարդը, որ քանցը կդավ եւ այդ քանցը բահեց եւ իր ամբողջ ունեցածը աղբ սեբեց, որովհետեւ այդ քանցը ունենա։ Ինչ գեղեցիկ օրինակ է Պողոս առաքյալի օրինակը, որ ուներ ամեն բան, ուներ մեծ ուսում այն օրերուն, ուներ հարկանք, ուներ ընկերային ապահովություն, ուներ փառքավաճումներ, հաջողություններ, բայց երբ քանցը կդավ, այդ բոլորը իրեն համար աղբանոց նետեց, որովհետեւ Քրիստոսը ունենա իր կյանքին մեջ։ 1949 թվականին Էկվադորի մեջ միջնադարիկ ավետարանիչը Ջիմ Էլիոթ անունով նահատակվեցավ եւ իր նահատակութենեն առաջ հավատքի համար նահատակվեցավ ավետարանիչ էր ինքը։ Իր նահատակութենեն առաջ իր առօրյա քրածներուն մեջ այսպես կգարտացվի։ Անգլերենով կգարտամ եւ հայերենով կտարգմանեմ։ It is no fool who gives what he cannot keep to gain what he cannot lose. It is no fool who gives what he cannot keep to gain what he cannot lose. Հիմարություն չէ գսե Փանեմը հրաժարիր, փամը դալ, որ գրնաս կորսնցնել, շահելու համար փամը, որ երբեք պիտի չգորսնցնես։ Անգամ եւս ասեմ, երբեք հիմարություն չէ, որ գորսնցնես փամը, որ չես գնալ բահել, որովհետեւ շահիս ուրիշ փամը, որ չես գնալ գորսնցնել։ Երբեք հիմարություն չէ։ Երբեք հիմարություն չէ, որ մեր կյանքը ամբողջությամբ դանք, որովհետեւ շահինք այն քանցը Աստծո թագավորությունը, որ երբեք կարելի չէ գործընծնել։ Բայց մեր կյանքը անշուշտ կարելի է գործընծնել։ Մեր ունեցածները անշուշտ կարելի է գործընծնել։ Ինչ կա աշխարհի մեջ որտուն գշահիս եւ գրնաս բահել մինչեւ մահետ վերջ, բամը չի գա։ Բոլոր ունեցածներդ ուրիշներուն պիտի երթա։ Լանանոն կու զավակներդ, եղբայր քույրերդ, ասկականներդ, բոլոր ունեցածներդ իրենց պիտի երթա։ Բամը չի գա, որ գրնաս պահել։ Եվ հիմարություն չէ երբեք, որ քու կյանքդ, որ ամենե արժեքավորն է, դաս Աստծո համար, որպեսզի շահիս Աստծուց մե տված եկած շնորհքը, հավիտենական կյանքը, որ երբեք կարելի չէ գործընծնել։ Հիշենք Հիսուսի խոսքը, որ գսե, ով որ գուզե իր անձը ապրեցնել,
բիդի գործընծնե զանիգա։ Եվ ով որ ինձի համար իր անձը կգործընծնե, բիդի գտնե զանիգա։ Աստծո ճամփաները ճիշտ հագարակն են, ինչ որ այս աշխարհի ճամփաներն են։ Քրիստոսի հետևել կնշանակե զոհողություններ կատարել։ Քրիստոսի հետևել կնշանակե հրաժարել մեր եսեն, մեր ցանկություններեն, մեր մեղքերեն, մեր անձերեն։ Պետք է հրաժարել այն բաժիններեն, որ մենք ամուր բռնած ենք եւ չենք ցկեր։ Անոնք արգելքներ են։ Այս մարդը գտնե այս արդը։ Եվ հիմա այս արդը լման իրեն է։ Միայն արդինքին վճարելով ունեցավ եւ արդը եւ մեջի կանցը։ Որովհետեւ այդ կանցին մեջն է իր շահը։ Բայց առաջ խնդրեցեք Աստծո թագավորությունը եւ անոր արդարությունը ու այդ բոլոր բաներն ալ ցեզի պիտի դրվին։ Մատթեոս 6:33 Հիսուսի խոսքը։ Առաջ խնդրեցեք Աստծո թագավորությունը։ Գիտեք այս կանցին արժեքը, որովհետեւ մնացած բաները ցեզի դրվին, մնացած հավիտենական բաները ցեզի դրվին։ Տերևս այսօր արիթմն է, որ ես ինձի հարցնեմ, դու քեզի հարցնես։ Ուր է իմ կանցս։ Ինչի մեջ է իմ կանցս։ Ինչ կանցեր կան, որ գմրցակցին Աստծո կանցին հետ իմ կյանքիս մեջ։ Իմ կյանքիս մեջ ինչ բաներ կան, որ անարժեք են, բայց ես շատ արժեքավոր դարձած եմ։ Բայց իրականության մեջ անոնք մոխիր են, անոնք արժեք չունին։ Տերևս լավ բաներ, ինչպես ասի։ Բայց եթե նույնիսկ այդ լավ բաները Աստծուց մի առաջ են, կնշանակե Աստված արժեք չունի ինձի համար։ Աստծո թագավորությունը ամենաարժեքավորն է մեր կյանքի մեջ, որ մենք գտանք ավելի ճիշտը ինքը մեզի կդավ եւ այսօր հրավեր է մեզի այդ թագավորությունը ծածկելու եւ բահելու, այդ թագավորության վրա հսկելու, որովհետեւ չգործընծնենք զայն։ Անոր համար Աստծո հանձնվելը, Քրիստոսի հանձնվելը երբեք վնաս չէ, գորուստ չէ, այլ ուրախություն է։ Այլ ուրախություն է։ Ինչ որ գուտաս ստանալու համար այդ թագավորությունը, այդ թագավորության մեջ ուրախություն կա։ Արդյոք կտած ես այս կանցը։ Թող Քրիստոս ինքը ըլլա այս կանցը քու կյանքիդ մեջ, որ ունենաս, բահես եւ արժե որ ամեն բան է հրաժարիս, որպեսզի այդ կանցը բահես, որովհետեւ այդ կանցն է, որ հավիտենական է, արժեքավոր է, այդ կանցն է, որ քեզի հավիտենական կյանքի կտանի։ Մնացած բոլոր բաները հոսք կմնան, աշխարհի վրա կմնան։ Եկեք աղոթենք։ Շնորհակալ ենք քեզ մեր երկնավոր Հայր, որ դու եղած ես մեր կանցը, եւ ոչ թե մենք քեզի կտանք ով դեր բադահական գերբով, այլ դու մեզի կտար եւ կանչեցիր։ Օգնե մեզի իմաստունը լալու, որովհետեւ այն կանցը, որ ունենք այս հողե ամաններուն մեջ, այս մեր դգար մարմիններուն մեջ, ինչպես քո խոսքը կսե, այդ կանցը բահենք մենք ով դեր։ Այդ կանցեն չհրաժարենք, արժեքը գիտնանք։ Բահենք եւ պաշտպանենք, որովհետեւ սատանան չկողնա մեզ մեն։ Օգնե մեզի ամուր բռնելու, այն ինչ որ մեր ցերքին մեջ տված ես, որովհետեւ հավիտյան գերբով քեզի հետ ապրենք, քո անունդ օրհնելու եւ բարավորելու։ Շնորհակալ ենք քեզ մեր Տեր։ Փառք բադիվ երկրպագություն գվայրե քեզի։ Ամեն։
Եկեք հիմա մեր սիրո նվերները Աստծո տանք։ Եկեք մեր այսօրվա պաշտամունքը ավարտենք երգելով Հայր մերը Եղմալյան եղանակով, հրամեցեք ոտքի վրա։ Հայր մեր, որ հերգինս ես, Սուրբ Եղիցի անուն քո, Զիկոյի արկայություն և զորություն և պարկ Հավիդյանս Հավիդենից, ամեն։ Haberiniz açıldı arkadaşım.